փրկի, գալիս է նա, ամպերի միջով, այլում ինչպես արել, հողերն են հնչում, դարձած ու ձայնկներ, հռչակի հաղթություն, Սիոն լեռից, գալիս է արդություն։ Նման է Եզեկիելի ոսկորն է կենդանանում, սա քո ծառայի օրեն է, Դավթի խորանն է շինվում, թեև օրերն են պայքարի, սովի խավարի սրի, անապատում ձայն է հնչում, կանչում, պատրաստեցեք ճամփան փրկի, գալիս է նա, ամպերի միջով, այլում ինչպես արել, հողերն են հնչում, բարձրաց ու ձայնկներ, հռչակի հաղթություն, Սիոն լեռից, գալիս է արդություն։ Չկապեք քեզ նմանը, 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 գալիս է նա, ամպերի միջով, այլում ինչպես արել, հողերն են հնչում, բարձրաց ու ձայնկներ, հռչակի հաղթություն, Սիոն լեռից, գալիս է արդություն, գալիս է նա, ամպերի միջով, այլում ինչպես արել, հողերն են հնչում, բարձրաց ու ձայնկներ, հռչակի հաղթություն, Սիոն լեռից, գալիս է արդություն, գալիս է նա, ամպերի միջով, այլում ինչպես արել, հողերն են հնչում, բարձրաց ու ձայնկներ, հռչակի հաղթություն, Սիոն լեռից, գալիս է արդություն, գալիս է նա, ամպերի միջով, այլում ինչպես արել, հողերն են հնչում, բարձրաց ու ձայնկներ, հռչակի հաղթություն, Սիոն լեռից, գալիս է Հավը ձվից, թե ձուն հավից, 2500 տարի բանավեճ է, որ մինչև այսօր կա։ Արևմտահայերեն ինչպես կհնչի այդ խոսքը, հավը հավգիթեն, թե հավգիթը հավեն, ուրեմն երբ որ մշտապես գործածում ենք ձու, դա հավգիթն է, արևմտահայերենով։ Սա սովորական բանավեճ չէ, անհիշելի ժամանակներից է գալիս։ Իրենց հեղինակավոր կարծիքն են հայտնել գիտնականներ, փիլիսոփաներ։ Մի քանի վայրկյան հետո ձեզ կբերենք նրանց պատասխանները եւ կտեսնեք որքան խղճուկ եւ սնանկ պատասխաններ են դրանք։ Հին եւ ժամանակակից փիլիսոփաները հավը թե ձուն բանավեճը դիտարկում են ոչ թե որպես պարզ հանելուկ, այլ որպես պատճառահետևանքային կապի պարադոքս։ Այսինքն իրենց համար չլուծվող հակասություն է սա։ Այս հարցի շուրջ քննարկումները զարգացել են հազարամյակների ընթացքում, հին հույները փիլիսոփայությունը նրանցից է գալիս, չէ՞, սկիզբ առել։ Արիստոտել, Պլուտարքոս, ուրեմն Արիստոտելը պնդում է, որ նախ ձուն է հայտնվել, այն դիտարկելով որպես կյանքի պոտենցիալ կրող, պարզ է, ձվից է դուրս գալիս ճուտը, չէ՞, բայց այդ ձուն որտեղից եկավ, սա է հարցումը։
Միևնույն ժամանակ նա ենթադրում էր, որ դրանք կարող են լինել հավերժական եւ փոխկապակցված ներկայացնելով անվերջ եւ առանց սկզբնապատճառի ցիկլ, այստեղ է ամբողջ խնդիրը։ Առանց սկզբնապատճառի, այսինքն սկիզբ չկա։ Միլիոնավոր տարիներ ընթանում է դա, բայց պատասխան չունեն։ Պլուտարքոսը այս հարցը դիտարկում էր որպես փոխհարաբերություն քննարկելու համար, թե արդյոք տիեզերքը ունեցել է հստակ սկիզբ, խեղճ մարդ, մեռավ գնաց այդպես էլ չիմացավ, որ սկիզբ ուներ, այո։ Պլատոն լսել եք, չէ՞։ Հանրայդ Պլատոն շեշտը դնում էր ձվերի իդեալական էության վրա, ենթադրելով, որ հավի կատարյալ եւ հավերժական հայեցակարգը կամ նախատիպը գոյություն է ունեցել մետաֆիզիկական ոլորտում նախքան որևէ ֆիզիկական հավի կամ ձվի հայտնվելը։ Այսինքն բացատրություն չկա այն հավը եւ ձուն, որ հետո տեսանել են եղել, դրանից շատ առաջ գոյություն է ունեցել։ Բալավ այդ գոյություն ունեցածին ով է ստեղծել։ Ժամանակակից գիտություն եւ փիլիսոփայությունը, եւ սրանք կոչվում են գիտության փիլիսոփաներ, օրինակ Դեյվիդ Պապինոն պնդում է, որ նախ ձուն է հայտնվել։ Ըստ սահմանման, եթե նախահավը նախնին դնում է ձուն, ի՞նչ նախահավ։ Նախահավը որն է։ Որում տեղի ունենում մուտացիա, այսինքն օրգանիզմի գենետիկական նյութի փոփոխություն, ապա դրանից դուրս է գալիս ձագը, դառնում է առաջին իսկական հավը։ Հետևաբար, այն ձուն, որ պարունակում էր առաջին իսկական հավին, նախորդել է հենց այդ առաջին իսկական հավին։ Գրականագետները թող հավաքվեն այս միտքը բացատրելու համար։ Այս ծիծաղել է, չէ՞։ Խղճալի գաղափարներ են բերել։ Նիլ Դեգրաս Թայսոնի եւ Ստիվեն Հոքինսի նման հայտնի գիտնականներն էլ, սրանք համարում են մեծ մտածողներ, պնդում են, որ նախ ձվերն են հայտնվել։ Նրանք փաստարկում են, որ թռչունի նախնին նախահավը դրել է գենետիկական մուտացիա պարունակող մի ձու, ինչի արդյունքում առաջացել է ժամանակակից իրական հավը։ Իսկ այդ նախահավին ով է ստեղծել։ Նա ինչպես մեջտեղ եկավ։ Նիլ Դեգրաս Թայսոն հայտնի աստղաֆիզիկոսը հայտարարել է, որպեսզի վերջնականապես պարզենք, որն է առաջինը եղել, հավը թե ձուն, իր համոզումը, ձուն, որ դրել է ոչ թե հավը, այլ մեկ այլ թռչուն։ Այդ ինչ թռչուն է, կամ այդ թռչունին ով է ստեղծել։ Ամենքը իր տեսակի պես։ Այսինքն այս գաղափարն էլ չունի, որ ամեն եկող սերունդ իր տեսակի պես է գալիս։ Ստիվեն Հոքինս անվանի ֆիզիկոս նույնպես անդրադարձել է այս հարցին, եզրակացնելով, որ էվոլյուցիոն ժամանակագրության մեջ ձուն պետք է որ առաջինը հայտնված լիներ։ Այսինքն հաստատ չի, պետք է որ ինչպես ասում է, ինչպես է բրիգադիր Սիսակը, պետք է որ լավ լիներ։ Այդ սկզբունքով։ Կենսաբանական տեսանկյուն գիտնականները նշում են, որ ձվերը գոյություն են ունեցել հավերից միլիոնավոր տարիներ առաջ։ Լավ է ձվերը որտեղից մեջտեղ եկան, ով ստեղծեց, իրեն աճեցին դրանք։ Սակայն հավին առաջին իսկական ձուն պարզապես մուտացիայի ենթարկված DNT կոչվող գրեթե հավի արդյունքն է։ Գիտություն եւ ասես գրեթե այստեղ ճշգրտություն չկա։ Մենք գնահատում ենք գիտության բերած օգուտը, բայց այն գիտությունը, որ աստվածային սկզբնակետ ունի, դա է իրական գիտությունը։ Եվ աշխարհում կան 1000-ից ավելի քրիստոնյա գիտնականներ, որոնց բերած թեզերը աստվածայինի հետ զուգահեռաբար են գնում եւ ոչ թե խաչաձևում են։ Հավի կողմնակիցների փաստարկը
Շեֆիլդի համալսարանի որոշ հետազոտողներ պնդում են, որ առաջինը հավն է հայտնվել։ Բրավո։ Նրանք պարզել են, որ հավի ձվի կեղևի ձևավորման համար անհրաժեշտ հատուկ սպիտակուցը օսիտազյոթը արտադրում է բացառապես հավի ձվարաններում, ինչը հիմք է տալիս պնդելու, որ ձուն ստեղծելու համար անհրաժեշտ է հավ։ Սա երկրորդ դասանի երեխան էլ գիտի, չէ՞, հավը պիտի լինի, որ ձուն լինի։ Իսկ հավը որտեղից պատասխան չունեն։ Հայտնի հումոր, որ դեզոնանսի է տանում, այսինքն անհամապատասխանության, փիլիսոփական հարցերի եւ կենսական դժվարությունների միջև։ Ինչն է եղել բոլորից առաջ, հավը թե ձուն, հարցադրում, առաջ եղել է ամեն ինչ, եւ հավը եւ ձուն։ Սա գիտեք ինչ է նման, երկու հոգի բանավիճում են, երրորդը ներկա է, այս երկու բանավիճողներն էլ հույս ունեն, որ երրորդ մեկը իրենց կողմը պիտի բռնի, բայց այդ երրորդ մեկը չի ուզում որևէ կողմնապահություն անի, ասում է դու էլ ես ճիշտ, այդ սկզբունքով։ 2006 թվականին Դիզնեյ ընկերությունը փոքրիկ ճուտիկը մուլտֆիլմի պատվին կազմակերպել է քննարկում հավը թե ձուն։ Թեման դա է եղել եւ դեղին մամուլը անմիջապես անդրադարձել է, գիտեք դեղին մամուլը որն է։ Ստահոդ տեղեկություններ, սենսացիոն բաներ փնտրել, conspiracy theory, այսինքն դավադրատեսության բաներ, Հայաստանում լեցուն, ընդդիմադիր դաշտի բոլոր լրատվամիջոցները այդպիսին են, ուրեմն դեղին մամուլը նախընտրում է բրիտանացի գիտնականների բերածը, որ նրանք հարցը լուծել են, հավից առաջացել է ձուն, ինչ մեծ միտք։ Գիտնականները պարզել են, որ հավի ձվի կեղևի ձևավորման գործում կարևոր դեր է խաղում այդ սպիտակուցը օվոկլեդին, որ չունեն մյուս թռչունները։ Լավ, հասկացանք, բայց հավը թե ձուն, պատասխան չկա, հասկանում եք, ամեն կերպով փորձում են շրջանցել։ Առանց Աստծո մարդը իմաստությունից զուրկ է, որքան էլ որ գիտելիքներ ունենա, որքան էլ լայն աշխարհայացք ունենա, առանց Աստծո մարդը իմաստությունից զուրկ է։ Իրենք իմաստուն են ասեցին ու հիմարացան, Հռոմեացիս 1:22 համար։ Հանրայք մարդիկ ամենահասարակ հարցի պատասխանը չունեն, եւ այդպես հազարամյակներ շարունակ ապրել են, մահացել են, չիմանալով հավը ձվից թե ձուն հավից։ Իսկ իմաստությունը որտեղից է սկսում, իմաստության սկիզբը Տիրոջ վախն է, առակած 1:7 համար։ Ինչ է սա նշանակում, խոնարհվել Աստծո առջև, ընդունել նրա գերակայությունը եւ ամենակարողությունը եւ այս համարի շարունակությունը, բայց հիմարները իմաստությունը եւ աստվածային կրթությունը անարգում են։ Հիմա ավելի շատ մարդիկ ինչին են հակված, հավը ձվից թե ձուն հավից, կզարմանաք, ասում են առաջ ձուն, ինչու, որովհետև Չինաստանում արհեստական ձևով ձու են ստանում, հատուկ մեքենաների միջոցով փոքրիկ պլաստիկե պարկերի մեջ լեցվում է սպիտակուցը եւ դեղնուցը եւ որոշ, այսինքն քայլեր առնելուց հետո, պրոցեսներ անցնելուց հետո, ավասիկ ձուն ներկայացնում են մարդկանց ուտելու համար։ Դրա համար ավելի շատ հակում կա ասելու, որ առաջ ձուն է առաջացել։ Եվ այդ տեսանյութը, որ կար տակը բազմաթիվ բացատրություններ կար գրած, կոմենտներ կար գրած, դրանցից մեկը հետևյալն էր։ Ինչ լավ էր, վերջապես հասկացա, որ առաջ ձուն է, հետո հավը։ Եթե փորձենք մեր կիրակնորյա դպրոցի դասարաններից մեկից 10 տարեկան մի հատ երեխայի, հիմա այստեղ չեն, իրենց դասարաններում են, պաշտամունքից հետո կանգնեցրեք ասեք, հավը ձվից թե ձուն հավից,
որ փիլիսոփաներ, գիտնականներ դրա պատասխանը չեն ունեցել եւ անգամ միլիարդավոր մահկանացուներ չունեն պատասխանը, վստահաբար այդ երեխան ձեզ պատասխանը կտա, որ ձուն հավից, որովհետև հավն էլ ստեղծված է Աստծո կողմից։ Իրեն այդպես սովորեցրել են, որովհետև ամենակալ Աստված այդպես է ասում։ Եվ ոչ միայն հավի համար, ամբողջ կենդանական աշխարհի համար, եւ հիմա պիտի կարդանք Ծննդոց 1 գլխից եւ 20 համարից։ Ջրերը կենդանության շունչ ունեցող շատ սողուններ թող հանեն, եւ թռչունները երկրի վրա եւ երկնքի հաստատության երեսին թող թռչին։ Աստված ստեղծեց մեծամեծ կետերը եւ ամեն սողացող շնչավոր կենդանի, որոնք ջրերը առատ հանեցին իրենց տեսակի պես, ու ամեն թևավոր թռչուն իր տեսակի պես, Աստված տեսավ, որ բարի են, Աստված օրհնեց զանոնք եւ ասելով. աճեցեք եւ շատցեք եւ ծովերու մեջ եղած ջուրերը լեցրեք, թռչուններն ալ երկրի վրա թող շատանան, եւ իրիկունը արտու լալով 5-րդ օրը եղավ։ Աստված ասավ, երկիրը թող հանե շնչավոր կենդանի իր տեսակի պես, անասուններ, սողուններ, երկրի գազաններ իրենց տեսակի պես, եւ այդպես եղավ։ Աստված երկրի գազանները իրենց տեսակի պես եւ ընտանի անասունները իրենց տեսակի պես եւ գետնի բոլոր սողունները իրենց տեսակի պես ըրավ։ Աստված տեսավ, որ բարի են։ Որքան պարզ է, չէ՞։ Միայն հավատալ է պետք այս ճշմարտություններին, որ Աստված այդ ամենը ստեղծեց։ Ուրեմն, շատ հստակ է, կենդանին, թռչունը, ձուկը, որոնց մեջ Աստված դրեց բազմանալու կոդը իր տեսակի պես, ոմանք ձվադրությամբ, ինչպես օրինակ հավը, կամ ձկները մեծամասնությամբ, ոմանք էլ ձագեր ծնանելու միջոցով։ Այսինքն պարզ եւ հստակ է, եւ գիտնականները ու ճանաչված գիտնականներ չգիտեն, ինչու չգիտեն, որովհետեւ չունեն սկզբնակետը, starting point։ Նրանք չունեն պատճառահետևանքային կապը, որ ամեն երևացող բաների հեղինակը Աստված է, այդ թվում նաև իրենց եւ համայն մարդկության ու կենդանական աշխարհի ամեն ինչի։ Ծննդոց 1 գլխի մեջ 9 անգամ գրված է Աստված ասավ ու այդպես եղավ։ Հիմա հաճախ այդ վիճաբանությունը կա կամ բանավեճը, որ եթե որևէ բան գոյություն չուներ, ինչպես դա ստեղծվեց։ Եվ որ մենք խոսում ենք, մենք մեզանից արձակում ենք էներգիա։ Ավելի բարձր խոսալու մեջ ավելի շատ էներգիա ենք արձակում։ Շատ խոսելու մեջ շատ ավելի էներգիա ենք արձակում։ Հա? Էյնշտեյնի հարաբերականության տեսության մեջ հետևյալը կա, որ էներգիան վերածվում է նյութի։ Եվ պատկերացրեք, Աստված խոսում է, Աստված ասավ ու եղավ։ Այսինքն այդ էներգիան փոխակերպվեց նյութի։ Եվ քանի որ Աստված ամենակալ է, անսահման է, ամենազորեղ է, ամենագետ է, իր ասածը պիտի լինի եւ այդպես էլ եղավ։ Ուրեմն եզրակացնում ենք, որ այդ գիտնականների մոտ բացակայում է շղթայի ամենակարևոր օղակը, link of the chain, որի պատճառով իրենց բնորոշումները ուղղակի անհետեթություններ են, աբսուրդ։ Ուրեմն ինչ անուններ ձեզ բերեցինք Արիստոտել, հանրայիտ միանձնավորություն, Պլուտարքոս, Պլատոն, Դեվիդ Պապինո, Նիլ Թայսոն, Ստիվ Հոքինս, սրանք բոլորը հանրայիտ մարդիկ են, այդպես էլ չիմանալով, որ Աստված ստեղծեց հավին, հավը ածեց ձու, որից դուրս է գալիս նորից հավիկը, եւ այդպես այդ շրջանը շարունակվում է։ Այդպես էլ չիմացան, թե ինչպես է տեղի ունենում այդ բանը եւ մեռան ու գնացին։
մենք ինչպես իմացանք, մենք էլ նույն կարգավիճակ ունենք։ Հիմա աշխարհի մարդկանց եթե հարցում անենք, ու այդտեղ նրանք բացառում են Աստծո, այսինքն գործը այդ բանի մեջ, անպայմանորեն այսպիսի անհեթեթ պատասխաններ պիտի տան։ Բայց մենք ինչպես իմացանք, երբ որ մենք հնազանդվեցինք Աստծո խոսքին, ինչպես որ գրված է, ծննդոց առաջի գլուխ, շատ պարզ է, Աստված ինքը ստեղծեց այդ ամենը։ Բայց այս աշխարհի մեջ գործում է մեկ այլ հոգի, եւ դա սատանայի հոգին է։ Եվ սատանան մարդկությանը կուրացրել է։ Եկեք կարդանք Կորինթացիների 2-րդ նամակից 4 գլուխ 3-4 համարները։ Եթե մեր ավետարանը ծածկված է, կորսվածների համար է ծածկված, որոնց մեջ այս աշխարհի Աստվածը փոքրատարով, այսինքն սատանան, եթե Աստված է, ուրեմն շատերի համար դա պաշտամունք է ուղղակի կամ անուղղակի, անհավատների մտքերը կուրացրեց, որպեսզի Քրիստոսի ավետանի փառքի լույսը նրանց վրա չծագի, որ է իր Աստծո պատկերն է։ Եվ Տերը մեզ այդ կերպով լուսավորեց, մենք հասկացանք ճշմարտությունը, մեզ համար որևէ խնդիր չկա, սա շատ փոքրիկ մի բան է։ Հավը ձուն ածեց այդպես, որտև հավին ստեղծել է Աստված։ Հայտնի փիլիսոփա Սոկրատես, լսել եք, կամ ասում են Սոկրատ, այս անձնավորությունը ջատագովն էր ճշմարտությանը հասնելու։ Փոքր ճշմարտություններով նա խոստացել էր իր հետևորդ աշակերտներին, որ իրական ճշմարտությունը նրանց պիտի ներկայացնի։ Հսկայական բանակ աշակերտների, ինքը մեծ ուսուցիչ, եւ մարդիկ զարմանում էին իր բերած գաղափարների վրա։ Եվ ահա Սոկրատեսը մահվան մահճի մեջ է, պիտի մահանա։ Աշակերտները 4 կողմը հայտնվել են եւ վերջին հարցումը. Վարդապետ, ո՞րն է ճշմարտությունը։ Պատասխան՝ չգիտեմ։ Բա ամոթ չի։ Բա այդքան մեծ փիլիսոփա ես դու, եւ դու չգիտես պատասխանը, ու այդքան մարդկանց տասնյակ տարիներ խաբեցիր ու խաբեցիր ու խաբեցիր։ Ճշմարտությունը սկսվում է Աստծուց, ավարտվում է Աստծով։ Այդ շրջանը Տիրոջով սկսվում է, Տիրոջով ավարտվում է եւ այդպես շարունակական։ Եվ Հիսուս ասաց. Ես եմ ճշմարտությունը։ Հիսուս մեր Աստծուց ինչ եղավ։ Արդարություն, սրբություն, փրկություն եւ ճշմարտություն եղավ։ Ճշմարտությունը անձնավորություն է։ Եվ ահա Հիսուս ճշմարտությունը, չենք ասում Հիսուսի ճշմարտությունը։ Հիսուս ճշմարտությունն է, որ մեզ տվեց հնարավորությունը կարողանանք հասկանալ այս կյանքի մեջ շատ ու շատ ճշմարտություններ, առավել ևս հավիտենական ճշմարտությունները։ Տիեզերքում գործում են 4 հիմնարար օրենքներ, ուժեր, ֆիզիկական, համընդհանուր հայտնի երկուսը, տիեզերական ձգողականության ուժը, կամ գրավիտացիայի ուժը, եւ էլեկտրամագնիսական ուժը, նաեւ կա ուժեղ եւ թույլ միջուկային ուժեր։ Այս ամենը Աստված է դրել տիեզերքի մեջ։ Եվ Աստված մարդկանց տվել է բանականություն, իմացականություն, որպեսզի հայտնաբերեն այդ ուժերը։ Հայտնաբերել են, շատ լավ է։ Շատ լավ է։ Բայց ասել, որ դա բնության ստեղծածն է, նշանակում է ձախողվել։ Նրանք զանց են անում հեղինակին, ստեղծիչին, հետևաբար նրանք հենման կետ չունեն, սկզբնակետ չունեն, starting point։ Այդ պատճառով է, որ մինչև հիմա վիճաբանում են հավը ձվից, թե ձուն հավից։ Եվ այս վիճաբանությունը կշարունակվի ու կշարունակվի, մինչև որ ճշմարտությունը չընդունեն։ Երկրի վրայով դարերի ընթացքում տարբեր գաղափարներ են եղել, որ երկիրը դրված է մի մեծ կրիայի վրա։ Հետո
որոշները ելան եւ հայտնեցին, որ ոչ, կրիայի վրա չէ, փղի վրա է դրված։ Եվ այս մարդիկ իմաստուն, գիտուն մարդիկ էին համարվում։ Բայց ավելի լուրջ 1522 թվականին Ֆերդինանդ Մագելանի գիտական խումբը երկրի կլոր լինելու վերաբերյալ գաղափար հայտնեց։ Սակայն ամենահիմնավոր բացատրությունը տվեց Իսահակ Նյուտոնը 1687 թվականին փաստացի ապացուցելով, որ երկիրը կլոր է եւ այն օդի մեջ կախված է։ Հոբ Երանելին եւ նրա հրաշալի գիրքը կարդում ես ու չես կշտանում, այդքան իմաստության աղբյուր կա այնտեղ։ Կարծվում է, որ Հոբը ապրել է Աբրահամի դարաշրջանում, դա մեզանից 4000 տարի առաջ էր։ Ահավասիկ, թե ինչ է գրված Հոբի գրքում։ Հիմա երկրի օդի մեջ կախված լինելու եւ կլոր լինելու վերաբերյալ 1687 թվականին է Իսահակ Նյուտոնը հայտնել։ Բայց Հոբի գրքում, մեզանից 4000 տարի առաջ ապրած Հոբի գրքում, մենք կարդում ենք Հոբ 26 եւ 7 համար։ Աստված հյուսիսը պարապ տեղի վրա կտարածե ու երկիրը ոչինչի վրա կկախե։ Հասկանում եք։ Արդեն ասված էր, արդեն գրված էր։ Այն գիտությունը, որ Աստծո ճշմարտությունների հետ զուգահեռաբար է գնում, օրհնյալ գիտություն է։ Բայց այն գիտությունը, որ սկզբնաղբյուրը չունի Աստծուն, նրանք խաչաձևում են աստվածային ճշմարտությունների հետ ու միշտ ձախողված են։ Հոբի գիրքը անաստված գիտնականների համար ձեռնոց է նետում, այսինքն մարտահրավեր է, challenge է։ Մի քանի համար էլ Հոբի 36-37 գլուխներից կարդանք, Հոբ 36 եւ 32 համարը։ Աստված ափով կայծակը կծածկե ու կհրամայե, որ նշանակետին զարնե։ Այսինքն, երբ որ կայծակ է հարվածում մի որևէ տեղ, առանց Աստծո գիտության չէ։ Աստված պիտի թույլ տա, որ դա տեղի ունենա։ Եվ Աստված է ընտրում նշակետը։ Մենք Աստծուն չհարցնենք, ինչու այսպես կամ այնպես։ Ինչպես գրված է, այդպես պիտի ընդունենք։ Հոբ 37-ի 5-6-ը Աստված իր ձայնով սքանչելի կերպով կորոտա, չի ասում կխոսի, կորոտա, ու այնպիսի մեծ բաներ կհանե, որոնք մենք չենք կարող հասկանալ։ Մարդու սահմանափակ մտածողությունը եւ այդ օրգանը ուղեղը չի կարող Աստծո բոլոր գործերը հասկանալ։ Աստված ի սկզբանե ամեն բան վայելու չարավ եւ մարդու սրտի մեջ, մտքի մեջ հավիտենականությունը ճանաչելու փափագը դրեց, բայց Աստծո գործերը սկզբից մինչև վերջ ով կարող է հասկանալ։ Ոչ ոք։ Դրա համար Պողոս առաքյալը ասում է շատից քիչ չգիտենք, բայց երբ որ իրական գիտությունը գա, որ ազնվորություն է, որովհետև Հիսուսի մեջ է բնակվում իմաստության ու գիտության բոլոր գանձերը, այն ժամանակ շատից քիչը պիտի խափանվի, պիտի ճանաչենք եւ ճանաչելու ետևից պիտի լինենք։ Վասնզի նա կսե ձյունին, երկրի վրա էչի, նաև սաստիկ անձրևին եւ իր զորությանը սաստիկ անձրևներում։ Հիմա կարդանք 10-13-ը։ Աստծո շնչից սառնամանիք կտրվի ու ջուրերի լայնությունը կնեղանա։ Խիտ ամպերը խոնավությամբ կլեցնե ու փայլակը ամպերը կցրե։ Անոր խորհրդով տեղ-տեղ կփոխադրվին, որպիսի աշխարհի երեսը եկի վրա եւ անոր բոլոր հրամանները կատարեն։ Ամպերին տեսնում ենք, որ
գալիս են, անցնում, գնում են, այդ փոխադրողը Աստված է։ Իր հրամանով են փոխադրվում։ Եվ իր որոշած տեղի վրա է, որ անձրև պիտի գա։ Դժվար է չի հասկանալ Աստծո գործերը։ Հոբ 38:4-6 հարցում է տալիս. Ուր էիր դու, երբ ես երկրի հիմերը կդնեի։ Ասենցի, եթե իմաստություն ունիս, եթե գիտես ասե, ով դրավ անոր չափերը, կամ ով անոր վրա լարը քաշեց, անոր հիմերը ինչի վրա են հաստատված, կամ թե անոր անկյունին քարը ով դրավ։ Եվ Հիսուս ամեն բանի անկյունակարն է։ Նաև 38-րդ գլխի 18-19 համարները։ Երկրի լայնությունից խելքդ հասավ, եթե ամենը գիտես ասե, լույսի բնակարանը ուր է, ու խավարի տեղը ուր է։ 22-24 Ձյունի շտեմարանները մտել ես ու կարկուտի գանձերը տեսել, որոնք ես կպահեմ նեղության ժամանակի ու կռվի ու պատերազմի օրերի համար։ Ինչ ճամփով լույսը կբաժանվի, եւ ինչպես արևելյան հովը երկրի վրա կտարածվի։ Այսպիսիները շատ են, մի քանի համար էլ կարդանք 31-ից 33-ը։ Բազմաստեղծի կապերը կրնաս կապել, կամ թե հայկի կապերը կրնաս քանդել, Օրիոն համաստեղություն է։ Մազարոթը ժամանակին կրնաս հանել ու արջին եւ իր զավակներուն առաջնորդել։ Երկնքի կանոնները գիտես, անոր իշխանությունը երկրի վրա կրնաս դնել։ Եվ անմիջապես տեղափոխվենք 9-րդ գլուխ 8-9 համարները, որ մեզ մեծ արջի համաստեղության մասին էլ խոսի։ Աստված ինքն է միայն երկինքը կտարածե ու ծովի ալիքների վրա կքայլե։ Ծովի ալիքների վրա կքայլե։ Եվ Հիսուս Գալիլեայի ծովի վրա քայլեց։ Երբ որ իր աշակերտները աղաղակում էին, որ կկորսվենք։ Անիկա լավ արջը, հայկն ու բազմաստեղծը եւ հարավի շտեմարանները։ Անիկա անքննելի մեծություններ ու անթիվ սքանչելիքներ կանի։ Աստծո գործերը, որ սկզբից միջև վերջ չպիտի հասկանանք, միջև որ նրա թագավորությունը մտնենք։ Ուրեմն Աստված այս հարցադրումներով պապանձեցնում է բոլոր նրանց, ովքեր որ իրենց իմաստուն են կարծում։ Հռոմեացիս 1:20 Քանզի աներևույթ բաները աշխարհի սկզբից ստեղծվածներով է իմացվում եւ տեսնվում, այսինքն իր մշտենջանավոր զորությունը, որպիսի անպատասխանի մնան, որոնք են աներևույթ բաները։ Ներկայիս աստղագիտությունը մեծ բարձունքների է հասել։ Հսկայական հեռադիտակներ են ստեղծել, որ շատ մեծ տարածությունների վրա կարող են դիտել, տեսնում են ամեն բան, մոլորակները հայտնաբերվել են, աստղերը հայտնաբերվել են, սակայն դրանից այն կողմ ուրիշ բան կա թե չէ։ Գիտության համար դրանք են, տեսանելի բաներ են միայն։ Այո, Աստված ասավ եւ եղավ, այդ ամենը Աստծո ձեռքերի գործերն են։ Որքան աստղեր կան, անթիվ անհաշիվ, միլիարդավոր, գիտնականները կարող են հաշվել, միայն Աստված գիտի դրանց թիվը, ճշգրտությամբ, ահա ստեղծիչ ինչ ասում, Սաղմոս 147:4, Աստված աստղերը կհամրի, դրանցից ամեն մեկը իրենց անուններով է կանչում։ Տեղափոխվենք Եսայի 40-րդ գլուխ եւ 26 համարը կարդանք։ Աչքերնիդ վեր վերցուցեք ու նայեցեք։ Սրանք ով ստեղծեց։
Անիկա անոնց զորքը համրանքով կհանե, անոնց ամենքը իրենց անունով կկանչե, իր մեծության իշխանությունով և սաստիկ զորությունով անոնց վեր բնավ մեկը չի կորցվիր։ Ահա, Աստծո խոսքը բոլոր նրանց, ովքեր որ իրենց հավատալիքների կամ սկզբունքների գաղափարների համար որպես սկզբնակետ չունեն Աստծուն։ Այս ամենը տեսանելի են, իսկ անտեսանելին սրա մասին մարդկությունը գաղափար չունի։ Ոչ էլ գիտնականները, բայց Աստծո խոսքին հավատացողները բոլորն էլ գիտեն այդ ճշմարտությունը։ Գիտության համար տիեզերքը անծայրածիր տարածք է, մոլորակներ, աստղեր, համաստեղություններ և ուրիշ ոչինչ չկա։ Բայց մեզ համար Աստծո թագավորությունը կա, որտեղ գտնվում է Աստծո գահը։ Եթե մարդիկ փորձեն իրենց գեր զարգացած, գեր հզոր տեխնիկան էլ գործածեն, ասենք տիեզերանավեր, հիմա ինչի որ հասել են 100 անգամ ավելի զորավոր, ավելի արագ տիեզերանավեր, երբեք չեն հասնելու, միլիոնավոր տարիներ էլ գնան չեն հասնելու։ Աստված անմերձանալի լույսերի մեջ է բնակվում։ Սա նշանակում է հնարավոր չի մերձենալ, հասնել նրան։ Պողոս առաքյալը մի հրաշալի փորձառություն ունեցավ և իր խոնարհությունը շատ գնահատում ենք, ասում եմ մեկը գիտեի Քրիստոսով, մարմնով էլ չգիտեմ, առանց մարմնի չգիտեմ, Աստված գիտի, մինչև երրորդ երկինք հափշտակվեց, դրախտը հափշտակվեց, ինքն է, Աստված այդ բանը նրան ցույց տվեց, նա ականատեսը եղավ և որպեսզի գրեր մեզ։ Երրորդ երկնքում է բնակվում մեր Տերը, նրա թագավորությունը այնտեղ է։ Եվ Պողոս առաքյալը գալուց հետո ասում է. այնպիսի բաներ լսեցի, որ դուք արժանի չեք, որ այդ բաները իմանաք։ Գիտնականների համար կա երկու տիեզերք։ Առաջինը օզոնային շրջանն է, մինչև 100 կիլոմետր, դրանից հետո աստղային շրջանն է գալիս և վերջ։ Բայց գիտեք, հնարածին բաներ կան, 4-րդ երկինք, 7-րդ երկինք, նման բաներ չկան, գոյություն ունի երրորդ երկինք, որտեղ գտնվում է Աստծո գահը վերին Երուսաղեմում և այնտեղ հավաքվում են սուրբերը, նրանք ովքեր որ Քրիստոսով ննջում են և հին ուխտի հավատացյալները, ովքեր որ հավատացել են գալիք խաչին և խաչալին, նրանք էլ ննջել են և այնտեղ հավաքատեղին է դրախտը։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին հետևյալն է գրում, խրատներ էլ տալիս, առաջին նամակ 6-րդ գլուխ 12-ից 16 համարները։ Ասում է, պատերազմի հավատքի բարի պատերազմը, բռնե հավիտենական կյանքը, որուն կանչվեցար և շատ վկաների առջև դավանեցիր բարի դավանությունը։ Կպատվիրեմ քեզ Աստծո առջև, որ կենդանի կնե բոլորը ու Քրիստոս Հիսուսի առջև, որ Պոնտացի Պիղատոսի առջև վկայեց բարի դավանությունը։ Մենք էլ որպես ճշմարիտ հավատացյալներ, մենք պարտավոր ենք մեր դավանությունը բերել մարդկանց առջև։ Իմաստությամբ, խորագիտությամբ, աղոթքով, գտնելով հարմար առիթը և ժամանակը և դավանենք, որ դու այն պատվերը անբիծ և անարատ պահես, մինչև Տեր Հիսուս Քրիստոսի հայտնվելը, որն իր ատենին պիտի ցույց տա երանելին և միմիայն հզորը, թագավորների թագավորը և տերերու Տերը, որ միայն ունի անմահություն, անմերձենալի լույսի մեջ բնակված, որ մարդկանցից մեկը չտեսավ, ոչ էլ տեսնելու կարող է, որին պատիվ և զորություն հավիտյանս հավիտենից ամեն։ Անմերձանալի լույսերի մեջ է բնակվում մեր Տերը և դա երրորդ երկինքն է։ Հովհաննես առաքյալը իր ավետանի առաջի գլուխ 18 համարում գրում է.
Մեկը երբեք Աստծուն տեսած չէ, բայց միածին որդին, որ հոր ծոցն է, նա պատմեց։ Հիսուս երկինք ու երկիր ստեղծող Աստվածն է։ Այն ինչի մասին մենք որ խոսեցինք, Հիսուս Քրիստոս Աստծո մարդեղացումն է։ Նրա մեջ է աստվածության ամբողջ լեցունությունը։ Նա հայտնվեց, որ անտեսանելի Աստծուն մարդիկ տեսնեն եւ ճանաչեն։ Նրա հետ քայլեցին, նրա հետ կերան, տեսան, շոշափեցին, պատգամները լսեցին, հրաշքներին ներկա գտնվեցին, բժշկություններին ականատես եղան, տեսան նրա համբարձվելը եւ նաեւ արձանագրեցին նրա խոստումները։ Դրանցից մեկն էլ հետևյալն էր, Հիսուսի բոլոր խոստումները անուրանալի են, այո եւ ամեն են, եւ դրանցից մեկն էլ հետևյալն է, Հովանու 14-րդ գլուխ 2-ից 6 համարները։ Իմ հորս տանը շատ բնակարաններ կան, ապա թե ոչ ես պիտի ըսեի, հիմա կերթամ, որ ձեզի տեղ պատրաստեմ, եւ եթե երթամ ու ձեզի տեղ պատրաստեմ, նորից պիտի գամ ու ձեզ քովս առնեմ, որպեսզի ուր որ ես եմ, դուք էլ հոն ըլլաք։ Ուր որ կերթամ, գիտեք, ճամփան էլ գիտեք։ Գիտենք մենք այդ ճանապարհը։ Գիտենք։ Այո, մեկը կար որ չգիտեր, միգուցե մոռացել էր, Հիսուս նրան հիշեցրեց։ Թոմաս Սավանոր, Տեր, չենք գիտեր, ուր կերթաս, եւ ինչպես կրնանք ճամփան գիտնալ։ Հիսուս Սավանոր, ես եմ ճամփան, ճշմարտությունը եւ կյանքը, մեկը հոր մոտ չի կարող գնալ, եթե ոչ միայն Տեր Հիսուս Քրիստոսով, ինքն է այդ ճանապարհը։ Որպեսզի մեկը երկինք գնա, Աստծո թագավորությանը մասնակից լինի, պիտի ունենա այդ ճանապարհը։ Եվ ճանապարհը անձնավորություն է, Հիսուս ինքն է։ Եվ ասած նեղ է այդ ճանապարհը։ Այո, այս աշխարհի մեջ քրիստոնեությունը հալածված է։ Նեղ է այդ ճանապարհը, բայց հստակ է այդ ճանապարհը, տանում է դեպի երկինք, Աստծո թագավորությունը։ Եվ կա լայն ճանապարհ, սատանայի կողմից գծված։ Սատանան ճարտարապետն է այդ ամենի։ Լայն ճանապարհ, զվարճություններով, մեղքերի տարատեսակներով, մարդիկ իրենց սրտի ու մտքի ուզածը անում են, խոսում են, վարվում են եւ չգիտեն, որ գնում են մի ճանապարհով, որ դեպի դժոխք է տանում։ Սատանան իր հետ միասին հոծ բազմություն տանում է իր հետ դեպի կործանում, դեպի դժոխք։ Իսկ երկինք մտնելու նախապայմանը իրական եւ ճշմարիտ ապաշխարությունն է։ Repentance, պակայանիե, եւ հունարեն բառը մեթանոյա թարգմանաբար նշանակում է մտքի եւ սրտի փոփոխություն։ Ոչ թե մի փոքր փոփոխություն, այլ 180 աշճանի փոփոխություն։ Հիսուսին հրավիրի քո կյանքիդ մեջ։ Խոստովանի նրան քո մեղքերդ եւ դրանք պիտի իրենց լուծումը գտնեն, այսինքն Հիսուս խոստացավ, եթե ձեր մեղքերը խոստովանեք, ինքը իր արյունով ձեր մեղքերը պիտի սրբի եւ պիտի դառնաք Աստծո որդի եւ հավիտենականության ժառանգորդ պիտի դառնաք։ Երկինք, դրախտ, Աստծո թագավորություն, մեզ համար սա իրական տեղ է։ Մարդիկ չգիտեն, ինչպես պիտի իմանան, եթե մինչև այսօր չգիտեն, հավը ձվից թե ձուն հավից։ Աստված իր սրբազան խոսքի միջոցով նաև մեզ գաղափարն է տվել, թե այդ թագավորությունը իրենից ինչ է ներկայացնում։ Կարդում ենք Հայտնության 21-րդ գլխից, անշուշտ ինչ որ կարդում ենք, շատ փոքր մի մասն է։ Աստված մեզ տալիս է այնքան, որքան որ հնարավոր է, որ մենք հասկանանք։ Բայց բաներ կան, որ չենք էլ հասկանալու, որովհետև այս ամենի փորձառությունը մենք երբեք չենք ունեցել։
Հայտնություն 21 10-ից 12 համարները։ Եվ հոգիով մեծ եւ բարձր լեռան վրա տարավ զիս եւ ցույց տվեց ինձ սուրբ Երուսաղեմ քաղաքը, որ երկնքեն Աստծո գիշներ, Աստծո փառքը ուներ եւ անոր լուսավորությունը խիստ պատվական քարի նման էր, ակնվանի երևույթով հացսպիս քարի պես։ Անոր պարիսպը մեծ էր եւ բարձր էր, եւ այդտեղ 12 դռներն են ներկայացված արևելքից, արևմուտքից, ամեն կողմից 3 դռներ եւ քաղաքի պարիսպները եւ հիմերը, այդ ամենը ներկայացված է։ Չափերն է տրված երկարություն, լայնություն եւ բարձրություն հավասար 12000 ասպարես։ Մեր հասկանալու համար 2240 կիլոմետր երկայնությունը, լայնությունը քառակուսի է, որտեղ չափերը հավասար են։ Համեմատության համար Լոս Անջելեսի երկարությունը 70 կիլոմետր է եւ լայնությունը 61 կիլոմետր է։ Եվ 18 համարը Անոր պարսպի շինվածքը հասպիս քարից էր եւ քաղաքը զուտ ոսկուց էր մաքուր ապակուն նման։ Ամբողջ քաղաքը ոսկուց եւ ապակուն նման թափանցիկ։ Կա երկրի վրա այդպիսի բան։ Մարդիկ դրա փորձառությունը չունեն։ Բայց ինչ որ գրված է, տարածորեն ենք հավատում, այդպես էլ պիտի տեսնենք։ 12 պարիսպները 12 պատվական քարերով, ապա շարունակենք 21-ից, եւ 12 դռները 12 մարգարիտներ էին, ամեն մեկ դուռը մեկ ամբողջ մարգարիտ էր, ու քաղաքի հրապարակը մաքուր ոսկի էր, թափանցիկ, ապակուն նման։ Նրա մեջ տաճար չտեսա, վասնզի Տեր Աստված ամենակալ եւ գառնուկ անոր տաճարն են։ Քաղաքը արևի ու լուսնի պետքություն չունի, որ նրան լուսավորեն, վասնզի Աստծո փառքը կլուսավորե եւ անոր ճրակը գառնուկն է։ Եվ հիմա հարցնում եք, թե այս հրաշալիքները երբ պիտի տեսնենք, ինչ պատասխան ունեք, վայ նրան, որ տարի, ամիս, օր ասի, ժամանակի ընթացքում այդպիսիները եղան, իբրև թե հաշվարկներ են արել, եւ միամիտներ հավատացին, պատրաստվեցին դրան եւ հուսախաբ եղան։ Մարդու ասածով չպիտի լինի երբեք, Տերը պիտի գա այնպիսի ժամումը, որ դուք չեք պատկերացնելու։ Բայց լավ, պատասխան կա արդյոք սրան, Հիսուս երբ պիտի գա, մեկ պատասխան, մեկ բառ, շուտով, եւ պիտի գա ու պիտի չուշանա, եւ արդարը հավատքից պիտի ապրի, դրա համար է, որ ասում ենք ամեն ատեն, Մանանաթա, ով Տեր, շուտով արի։ Տերը մեզանից ինչ է սպասում, իր ակնկալիք ինչ է, որ մենք համբերությամբ հավատքի կյանքը քայլենք, առաջանանք, համբերություն, այո, դժվարություններ, նեղություններ, փորձություններ, հիվանդություններ, բոլորի հետ է պատահում։ Մենք այս ամենի միջով պիտի անցնենք, հիշեք, որքան այդպիսի բաներ եղան եւ Տերը դրանց միջով մեզ անցկացրեց։ Մենք արդեն փորձառություն ենք ձեռք բերել այդ ամեն բաների մեջ։ Ինչ էլ որ պատահի, Տերը տեղյակ է, իր թույլատրելի կամքի մեջ է եւ Տերը պիտի ազատի այդ ամենից։ Մեզ ինչ է պետք նաեւ հարատևել, հարատևություն, միջև վերջ։ Ուրիշ մի բան էլ է շատ կարևոր, նվիրում ունենալ, նվիրում, փնտրել աստվածայինը, փնտրել հոգևորը, փնտրել Աստծո ներկայությունը, որպեսզի Աստծո օրհնությունները ժառանգենք։ Եվ ինչպես Պողոս առաքյալը իր անձնական օրինակը բերեց, նաև Տիմոթեոսին այդպիսի խորհուրդ տվեց, խրատ տվեց, նույնը մեզ է, որ հավատքի բարի պատերազմը պատերազմենք, ընթացքը կատարենք եւ միջև վերջ հավատքը պահենք։ Ահա Տիրոջ ուզածը մեզանից։ Դե լսեցիր, այդպես էլ վարվի։
Սա թող լինի մեզ համար նշանաբան, մի չէ վերջ Տիրոջ հետ եւ Տերը օրհնի ձեզ բոլորիդ իր խոսքը, Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, Հայր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը Աստծո ժողովրդի հետ լինի, ամեն։ See